Հայ վաճառողների համար ռուսական ամենապահանջված ու հայտնի մարքեթփլեյսերից մեկը Ozon-ը կարող է դառնալ վաճառքի շատ լավ հարթակ։ Այստեղ դուք կարող եք նախ սկսել, հետո զարգացնել ձեր բիզնեսը, առանց վաճառասրահների մոտ կանգնելու, հաճախորդ փնտրելու, քանի որ մարքեթփլեյսը հազարավոր գնորդներ ունի։ Արմենի այս կոմիքսի հերոսի օրինակով փորձել ենք ցույց տալ ինչքան պարզ, արագ, հեշտ ու շահութաբեր է Ozon-ում բիզնես գրանցելը։ Այս դեպքում վաճառքի առարկան մեղրն է, որը Արմենը վաճառում էր սրահներում, ու քանի որ օնլայն հարթակները դարձել են մարդկանց անբաժանելի մասը, հաճախ էին նրանից հետաքրքրվում ինչպես պատվիրել օնլայն ու ստանալ տանը։ Արմենը սկսեց մտածել որևէ մարքեթփլեյսում իր ապրանքը տեղադրելու մասին։ Օգնության եկավ Ozon-ը, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր հրահանգները։ Արմենը հետևելով այդ հրահանգներին անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելով գրանցեց իր բիզնեսը Ozon-ում շատ կարճ ժամանակում, ինչպես որ կարող է անել հայ ցանկացած վաճառող։ Մեղրի վերաբերյալ լուսանկարներ տեղադրեց, քանի որ դրանք շատ կարևոր են հաճախորդների համար։ Մյուս հարցերի պատասխաններն էլ ստացավ Ozon-ի մենեջերի հետ չաթի միջոցով կապ հաստատելուց հետո։ Արդյունքում Արմենի բիզնեսն արդեն Ozon-ում հայտնվեց։ Նա ձեռք բերեց բազմահազարանոց գնորդներ։ Իսկ ինչպես պետք է մեղրը հասներ այդ գնորդներին։ Ozon-ը այս մասին էլ է հոգացել։ Վաճառքի համար 3 տարբերակ կա։ Կարող ես ամբողջը թողնել Ozon-ին, պահեստավորումից մինչև առաքում, կամ որոշ բաներ անել ինքդ։ Օրինակ Արմենն ընտրել էր FPS սիստեմը, որը ենթադրում է, որ ապրանքը մնում է տանը կամ պահեստում։ Պատվեր լինելու դեպքում դա հանձնվում է մոտակա պատվերների հանձնման կետ։ Այնտեղից էլ արդեն Ozon-ն է վերցնում ու կազմակերպում ամբողջ հետագա առաքումը։ Արմենն իր առաջին պատվերը հենց այս ճանապարհով իրականացրեց։ Ու քանի որ Ozon-ի հարթակը ստեղծված է ձեր բիզնեսի զարգացման համար, շահույթի աճի սահմաններ գրեթե չկան։ Պատվերների ավելացման հետ մեկտեղ դուք կարող եք փոխել նաև վաճառքի տարբերակը։ Օրինակ Արմենը մեկ օրում 50 պատվեր ուներ, ու քանի որ իր պահեստում այդքան տեղ չկար, Ozon-ը մտածել է նաև սրա մասին։ Նա անցավ վաճառքի FBO տարբերակին, այսինքն վաճառքը սկսվեց Ozon-ի պահեստից։ Այդ դեպքում արդեն մարքեթփլեյսը կզբաղվի պահեստավորմամբ ու լոգիստիկայով։ Արդյունքում բիզնեսը որևէ վայրկյան կանգ չի առնի։ Արմենի փոխարեն կարող է լինել հայ ցանկացած վաճառող։ Պարզապես անհրաժեշտ է ապրանք ու աճելու ցանկություն։ Ու մինչև մենք ներկայացնում ենք ձեզ գրանցման կարգն ու պայմանները, հայաստանյան տասնյակ ձեռնարկատերեր գրանցվեցին Ozon-ում։ Ոմանք էլ արդեն ստանում են իրենց առաջին շահույթը։ Ու որպեսզի դուք լինեք նրանցից մեկը, պարզապես պետք է այցելեք Seller Ozon հարթակ։ Արեք առաջին քայլը դեպի հաջողություն։